Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը՝ 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան եզրուցում դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցի հետ։ Շնորհակալ եմ պարոն Սուրենյանց մեր հավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Երեք մենք ականատես եղանք խորհրդարանում բավական երկար ժամանակ դադար էր վերցվել նման դրսևորումներ։ Նիկոլ Փաշինյանը հոգեկան անհավասարակշիռ իրավիճակում էր, իհարկե համացանցում սկսեցին կատակել, որ դրանից մեկ օր առաջ Նուբարաշինի հոգեբուժարան էր այցելել Փաշինյանը, աշխատանքային այցով։ Հիմնական չէր գնացել էլի որպես պացիենտ։ Եվ ասում են դրա հետ էր կապված, բայց եթե լուրջ падգամավորների հարցերը անհարմարություն պատճառեցին, Փաշինյանը հավասարակշռությունից դուրս եկալ։ Մյուս անգամ հիշում ենք, որ Փաշինյանը անհավասարակշիռ վիճակում է հայտնվում այն պարագաներում, երբ մթնոլորտն այնպիսին է երկրում կամ աշխարհաքաղաքական դասավորվածությունը կամ ինքը բաներ գիտի, որ երևի թե մենք չգիտենք, հա, որ իշխանություն կորցնելու վախը ավելի մեծանում է իր մոտ եւ հայտոտային գործողությունները։ Գիտեք, գրեթե ամեն ինչ շատ པարզ է, շատ գաղտնի թեմաներ էլ չկան։ Հոգեբուժարանի հետ կապված կիսահումորով նկատեմ, որ կարիք չունի հոգեբուժարան գնալու, որովհետեւ իր պատճառով ամբողջ երկիրն է վերածվել հոգեբուժարանի, բաց երկրի։ Բայց այնտեղ պայմանները լավացված են։ Գուցե դե կավա դրա համար էր հատուկ գնացել։ Երկրորդ ես արժանին եմ ուզում մատուցել Աննա Գրիգորյանի падգամավոր, որը հետևողականորեն գտել է իշխանության թույլ կետերից մեկը, այսինքն հավակնում են նրա ձեռքից խլել կոռուպցիայի դեմ պայքարի թեման կամ թալանի թեման, ոնց կուզեք, արդեն երկրորդ դեպքն է, երբ որ Աննա Գրիգորյանը անիվի վերաբերյալ հարցեր է տալիս եւ Նիկոլ Փաշինյանը հայտնվում է հոգեկան հիվանդի կարգավիճակում։ Սա շատ բնական է, մյուս հաղթատուղթը այսպես կոչված խաղաղության թեման է իշխանության, եթե որևէ ուժ ընդդիմադիր հարթակ կամ կուսակցություն այդ թեման կարողանա վերցնել, այսինքն ցույց տալ, որ իրականում Նիկոլ Փաշինյանը պատերազմի հրձիգ է բոլոր դեպքերում եւ ճիշտ հակոտնյա է խաղաղությանը, Նիկոլ Փաշինյանի հոգեկան տվայտանքները ավելի կատարյալ կդառնան։ Իսկ այստեղ խնդիրը իշխանության սնանկության խնդիրը կարծում եմ ակնհայտ է, իշխանությունը վերցնել է պետք, իսկ վերցնելու համար քաղաքական այլընտրանք է պետք, ինչը դերևս նկատելի չէ։ Այո, կան падգամավորներ, որ այսպես հունից կարողանում են հանել, երկար անալիզի կարիք չկա, վստահաբար ասում եմ, որ խնդիրը ճիշտ թեմաների, ճիշտ խոսույթի, ճիշտ ծրագրի, ճիշտ այլընտրանքի մեջ է։ Բայց հունից հանենք, որ ինչ անենք, պարոն Սուրենյանց։ Հունից դուրս եկավ, սպառնում էր մորթել падգամավորներին, այդ թվում նաև կին падգամավորներին անվանեց համբալ։ Արդեն ծեծկարտուքի մեջ էր մտնում այդ կին падգամավորները, նախարարները պահեցին Փաշինյանին, հա։ Եվ մեզ համար, որպես հայ հասարակություն, ամոթալի դրսվոր, ասենք լավ աշխարհը տեսնում է, չէ, կա մի հատ երկիր, որի ղեկավարը ասում է, ինձ ներվերից մի հանեք, ինձ մի ներվայնացրեք, այսինքն բան է, մարդիկ տեսնում են դրսում, որ այստեղ համարյա խելագար է նստած, որի կարելի է ներվերից պատվալ է ուղարկում падգամավորներին կամ սպառնում ուղարկել, մոռանում է թե ինչպես էր վիրավորվում, երբ որ իրան հարց էին տալիս, որ գործերը ինքն է ուղղորդում, մի քանի քառորյա առաջ չէ։ Դա քրեորեն պատժելի արարք է դուր տալի, այսինքն ցույց է տալի, որ իշխանության տարանջատում գոյություն չունի եւ ինքը մեր մենակով կարող է որոշել ում ուղարկի ուրեմն քրեակատարողական հիմնարկ կամ ԱԱԾ պատվալ, ում չուղարկի եւ այլն։ Այս ընդամենը ինքը ավելացնում է իր մեղքերի ցանկը, որի համար անշուշտ մի օր պատասխանատվության է ենթարկվելու եւ ես չեմ էլ կարծում, որ իրեն որևէ մեղմացուցիչ հանգամանք այդ թվում հնարավոր գժի թուղթը փրկելու է այդ պարագայում։ Չի փրկելու։ Չէ, իհարկե։ Հիմա խորապես համոզված եմ ինքը
Այդ խնդիրը չունի հոգեկան, խորապես համոզված եմ, որ Սիմուլյացիա իսկապես չէ, երբեմն սիմուլյացիա անում, երբեմն իսկապես ափերից դուրս է գալի, որտեվ զգում է, որ իրանից վերցնում են վերջին հաղթաթղթերը։ Պարոն Սուրենյան, մի այսպես միջանկյալ հարց շատ փոքր է, դուք քաղաքական դաշտի հնաբնակներից եք, իրականում Փաշինյան գժեցուկ ունի։ Ասում են դրանով է բանակից Ես անկեղծ ասած, երբ որ իր այդ Վանո շփվել եմ, Սիրադեղյանի աջակցությամբ։ ես քիչ հավանական եմ համարում, որ Ինքը չունեն, հա։ նման թուղթ ունենա ինքը։ Ես Չէ, բանակից ազատվելու համար են ասում։ Բարակից ազատվելու հիմքերը անկեղծ ասած չգիտեմ։ Անցանք։ Ինչ իմ կով ազատ։ Լավ, հիմա ընդդիմության մեջ կա քննարկում, առաջարկում են ասում են, եկեք գնանք Նիկոլ Փաշինյանի impeachment-ի այս խորհրդարան։ Մի խորհրդարանում, որտեղ բառացիորեն 3 թե առաջին օրը Անդրանիկ Քոչարյանի հարցն էր քննարկվում ընդդիմության առաջարկությամբ, ընդ որում մի պերսոնաժ է Անդրանիկ Քոչարյանը, որի դեմ հրապարակային հանդես է եկել Ալեն Սիմոնյանը, տարբեր քպական падգամավորներ, քպական կին падգամավորներ, հա, ակնհայտ էր, որ Անդրանիկ Քոչարյանի դեմ այս process-ը ավելի մեծ հավանականություն ունի հաջողություն արձանագրելու, քան Խառնակիչյան իրաց թիմին է։ Հիմա մարդիկ են առաջ եկել, ասում են եկեք գնանք impeachment-ի, մենք գիտենք ԿՊ-ի ներսում կա 10-11 հոգի, որ մեր հետ են կամ կմիանան այս գործընթացին, ավելի ճիշտ ձևակերպենք, հա։ Այ ընդդիմությունը պիտի սկսի գործընթաց։ Ընդհանրապես ինքնանպատակ այս ցանկացած գործողություն ինքնանպատակ անել ուղակի գործողության համար։ Եվ ինչպես է գնահատում ես գործողությունը։ Տեսեք, ցանկացած համանդրական ճանապարհ իմն է, մեր կուսակցությունն է, որը կօգնի Նիկոլ Փաշինյանին հեռացնելու, այդ թվում impeachment-ը։ Բայց այստեղ մի քանի կարևոր նկատառում եմ ուզում հայտնել։ Impeachment-ը նպատակ չի, միջոց է։ Որը ինքը ածանցիալ է, գլխավոր խնդիր չի։ Որտեւ ասացի, համանդրական մեխանիզմներից մեկն է։ Բուն խնդիրը փողոցում համաժողովրդական շարժում գեներացնել։ Հիմա կա այդպեսի շարժում։ Ոչ։ Եթե համաժողովրդական շարժում չկա, որում այդ համաժողովրդական շարժում փողոց երբ որ ասում ենք, ինքն էլ երկու բաղադրիչ ունի։ Հավանաբար մարկանց մեծականակ թվով մարկանց հավաքել հնարավոր է։ Բայց իրանց երկար պահելու համար փողոցում Մթնոլորտը։ այո, ծրագիր է պետք, քաղաքական ծրագիր, ուրա երնասիրական ճառեր, շոր դատարկ բաներ, Անցյալ տարել մարդկանց Եվ շատ հասարակ պարզ օրինակ, այո, երկար չես պահի փողոցում մարկանց, եթե չունես քաղաքական ծրագիր։ Հիմա impeachment-ի գաղափարին ես դեմ լինել չեմ կարող, բայց impeachment-ի ռեալիզացիային այս պահին չեմ հավատում, կամ տեսական եմ համարում դրա հնարավորությունը, շատ պարզ պատճառով, որովհետև փողոց չկա։ Իսկ եթե փողոց չկա, երկու կարևոր հարցեր չի լուծվում փողոցի բացակայության պայման։ Իշխանության մեջ անշուշտ կան հակասություններ, բայց ճակ կարող է առաջանալ, որ կա հուժկու ճնշում, հա, կամ էլ իշխանության կենտրոնների այնպիսի աններդաշնակություն, որ բերի նման ճաքերի, մոնոլիտ անձնակենտրոն իշխանություններում նման ճաքեր չեն առաջանում, հետևաբար միայն փողոցով կարող է առաջանալ։ Եվ երկրորդ խնդիրն է փողոցը լուծում, ծնում է բնական լիդեր, որը հնարավոր impeachment-ի դեպքում, հա, կլինի ընդդիմության ամբողջ Դե հիմա ասում են, եթե չկա լիդեր, Էդգար Ղազարյանը պատրաստ է լինել լիդերը։ Գիտեք, միշտ են կարծիքեր, 10 րոպե որևէ անձի կարողություն չեմ ուզում նսեմացնեմ, բայց վաղուց անցել են այն ժամանակները, երբ որ լիդերը որոշվում է կաբինետում։ Շոր 3-ով 4-ով նստենք, մեկին որոշենք, որ լիդեր է։ Մեր ախպերն է, թող։ Այդ վաղուց այդ ժամանակները անցել են։ Մանավանդ impeachment-ի նման գործընթացում լիդերը պիտի հասարակական կոնսոլիդացիայի կրող լինի, լայն հասարակական կոնսոլիդացիայի կրող։ Ուրեմն ֆիքս են գաղափարին կողմ եմ, ռեալիզացիայի ճանապարհային քարտեզը ինձ տեսանելի չէ։ Առաջին հերթին համաժողովրդ ինչու է արվում։ Դա տրիգեր կարող է դա լինել։ Եվ մի հատ շատ կարևոր սխալ նախաձեռնողները արդեն արել են։ Տեսեք, սահմանադրական որևէ մեխանիզմ մյուսին հակադրել չի կարելի։ Ընտրություններին հակադրել։ Իհարկե։
Բայց դա միայն նախաձեռնողների միտքը չի։ Ես երեք ընթերցեցի պատիվ ունեմ խմբակցության հայտարարությունը, իրենք իրենց հայտարարությունը շփվում, որ impeachment-ը ամենահավանական տարբերակն է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու եւ իրենք դեմ են խոսում ընտրությունների։ Իմ մոտ գիտեք ինչ տպավորություն, պարոն Սուրյանյան, ես իմ տպավորությունով կիսվեմ, որ մենք գործ ունենք մարդկանց խմբի կամ քաղաքական միավորի հետ, որը ավելի շատ վստահում է ԿՊ-ի ներսի падգամավորներին, քան ժողովրդի, որովհետև կարծում եմ, որ ժողովուրդը իրեն չի ընտրի, այնտեղ ավելի շատ համախոհ։ Գիտեք, ընդհանրապես ամենաարժանահավատ ձևը իշխանապողության ընտրություններն են, դա աքսիոմ է։ Ամբողջ աշխարհում է դա, տենց ու բոլոր իրավիճակներում, որտեվ նեգատիվ բաղադրիչով ընտրություն չի լինի։ Ասում են ընտրությամբ Նիկոլ Փաշինյանը չի տա իշխանություն, կկեղծի, Իսկ կխփի, այսինքն ընտրությունը մեր հասարակությունն են, իր ներկայացուցիչները, իսկ ուսապարկերը ընդհանրապես ինքնորոշվելու հնարավորություն ունեն։ Շատ մեծ հարց է, որտեղ ինձ թվում է Նիկոլ Փաշինյանի թիմում արդեն մնացել են բացառապես այն մարդիկ, որոնք շատ նման են ֆրանսիական են հայկի կատակերգության խաղալիք ֆիլմի հերոսներին, այն որ բոսի մի ցուցումով շալվար են իջացնում, այսինքն այդ կարգի մարկանցով է այսօր ԿՊ խմբակցությունը կամ իշխանությունը համալրված, ես իսկ կասկածում եմ, նրանք միայն վախից կարող են դավաճանել Նիկոլ բայց վախը կարող է լինել փողոցում։ Միայն այլ տարբերակ տեսեք նախկին բոլոր իշխանություններում եւ Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանությունների կառուցվածքը այնպեսին էր, որ իշխանությունները իրենց բնույթով բազմակենտրոն էին, հա։ Այսինքն ազդեցիկ դեմքեր կային, խմբեր կային, որոնք տեսականորեն կարող էին հավակնել առանց փողոցի գործոնի ինչ-որ process-եր, նման բան 98-ին օրինակ եղել է։ Ու կարող էր էլի լինել պատմության մեջ, բայց չի կրկնվել։ Հիմա այսօր իշխանության բնույթը կառուցվածքը այդպեսին չի։ Հետևաբար կամ հուշկու փողոցն է փոփոխության գրավականը, այդ դեպքում impeachment-ը կաշխատի անկախ նրանից ով է նախաձեռնել։ Կամ ընտրություններն են։ Հիմա ես քանի որ այնտեղ իրավական կարծեմ սահմանափակումներ էլ կան, թեև մասնագիտությամբ իրավաբան չեմ, բայց եթե չեմ սխալվում, մոտ 1-1.5 ամիս հետո այդ պատուհանը փակվում է impeachment-ի։ Այսինքն մնում է ընտրությունները։ Ընդհանրապես կրկնում եմ, որևէ մեխանիզմ մյուսին հակադրելը լավ տեղ չի տանում քաղաքականության մեջ, որովհետև եթե impeachment-ը չստացվի, օրինակ, իսկ դրա հավանականությունը ցավոք սրտի շատ մեծ է, ինչ հերթական անգամ հասարակության ապաթիայի առաջ են կանգնեցնել։ Անսուրյանես, դուք նաև այն քիչ գործիչներս եք, որ շատ հանգիստ խոսել են ընտրական մեխանիզմի մասին, որ ընտրական process-ին պիտի մասնակցել, բայց գիտեք, իմ մոտ տպավորություն է, որ հայաստանյան քաղաքական դաշտում, քանի որ բարոյականության նաև ճգնաժամ կա։ Այսինքն մարդիկ օրինակ ձերպես պարզերես ոչ բոլորը, բայց ինչ որ զանգված կա, չեն ասում, պետք է մասնակցել ընտրություններին։ Այս գլխից թիրախավորում են ընտրություններին մասնակցելը, ասում են Նիկոլի այդ ընտրության գնալը դավաճանություն է, մենք թուրքական իշխանությունները չեն գնալու ընտրությունների, բայց ընտրությունը այս մոտենում է մասնակցում են ընտրություն։ Դա ես ճիշտ չեմ համարում։ Բայց այսքանից հետո մենք ժողովրդից չենք սպասում, երբ որ քաղաքական ուժերը, ընդ որում տասնամյակների պատմություն ունեցող, իրենք պատասխանատու կերպով չեն մոտենում։ Ես մի առիթով ասել եմ, բոլոր այն մարդիկ, որ ընտրությունների ճանապարհը մերժում են, բոլոր այդ մարդկանց այդ հանգամանքը ես հիշեցնելու եմ ընտրական ցիկլին ընդառաջ։ Բոլորին հիշեցնելու եմ, որովհետև ընտրությունների ստիպված կամ ինչ-որ հանգամանքի ձելնելով չեն մասնակցում։ Ընտրությունը, եթե կուզեք որպես մասնագետ եմ ասում, հա, արդեն որպես պատմաբան, կայուն փոփոխությունների ամենաարժանավատ ճանապարհը հենց ընտրություններն են։ Հարաբես ընտրություններից ավելի ինստիտուցիոնալ փոփոխություն հնարավոր չի պատկերացնել։ Առանց ցնցումների։ Օրինակ հեղափոխությունները իմ խորին համոզմամբ նեգատիվ կադրերի եւ իրացիոնալ կադրերի եւ գաղափարների սելեկցիա են։ Իրանք նույնիսկ շատ վտանգավոր են։ Նայեք 20-րդ դարի հեղափոխությունների պատմությունը, գուցե հիմա էլի արշավանք սկսվի իմ դեմ, բայց քիչ թե շատ հաջողված հեղափոխություններ հոգնեմերյան հեղափոխությունը,
Արդյունքի իմաստով եմ ասում։ Մնացած հեղափոխությունները, երբ որ դիտարկում ենք, տեսնում ենք, որ Արյան բաղնիքներ։ հա, այո։ Դրա համար ես ընդհանրապես քաղաքական ուժերի չեմ պատկերացնում, որոնք ընտրությունների ինստիտուտի դեմ կռիվ են տալի, այդ դեպքում ինչի են կուսակցություն։ Գիտեք, երբ որ մեկը իմ մոտ ընտրությունների ինստիտուտը կասկածի տակ է դնում, ես ասում եմ հանձնիր կնիքդ գնա զենք վերցրու, Ազատամարտիկների միություն։ հա, ասենք դա բանը, այդ ձևով հարցերը լուծի։ Իհարկե Նիկոլ Փաշինյանից ազատվելու գայթակղությունը բոլորիս մոտ շատ մեծ է։ Բայց մենք պիտի ընտրենք նրանից ազատվելու ամենաանցնցում տարբերակը, որովհետև ցավոք սրտի ներքին խնդիրներից զատ, իսկ գուցե ավելի ուժգնացած այս երկրի առջև կանգնած Ասուրենա, դες գուցե արտաքին սրա պատճառը նաև մարտահրավերներ։ այն է, որ քաղաքական դաշտը ապագաղափարականացված է, որովհետև նաև հասարակական կյանքը, ինչու եմ սա ասում, որովհետև Հայաստանում ավելի հաճախ կարելի է հանդիպել լիբերալների, որոնք լիբերալ չեն, կոմունիստների, որոնք Կամ բիզնեսմեններ են, արևմտականների, այո, որ մարդեն ծեծ։ հա, էլի արևմտյան արժեքներն ինձ համար վիճելի են, որովհետև այսօրվա Եվրոպան շատ ավելի շատ նման է Զավենիչին, բայց մարդու իրավունքների պաշտպանների, որոնք մարդ են ծեծում, հա։ Ես հիշում եմ տարիներ առաջ Ամուլսարի նվիրված բնապահպանական երթ էր իրականացում, ֆոտոն միջև հիմա պահել եմ, ավտոերթ, բնապահպանական ավտոերթ, եւ ավտոերթին մասնակից մեքենաների մեծ մասը ամենագնացներ էին 3-4 լիտրանոց շարժիչներով, բայց իրանք բնապահպաններ էին եւ բնության պահպանման կողմնակիցներ էին։ Մենք տեսնում ենք, չգիտեմ, ժողովրդավարների, որոնք բռնապետական բաների հակումներ ունեն, մոտեցումների։ Սա ապագաղափարական բան չի, Տարապես հաշվի մասին չի խոսում։ այդ տրենդը աշխարհում էլ է տարածված, հա։ Օրինակ, եթե հետևեք նույն Տրամփի ադմինիստրացիայի հայտարարություններին կամ Տրամփի, կարող է տպավորություն ստեղծվել, որ ընդհանրապես իրենք մի կենտրոնից ուղղորդվող պաշտոնյաներ չեն։ Իրար հակասող քաոտիկ չէ, այսպես sense։ Մյուս կողմից, գիտեք, այդ մարդու իրավունքների հետ իրեն նույնացրած կամ ժողովրդավարության հետ նույնացրած Եվրամիության օրինակ արտաքին քաղաքական պատասխանատուի Կալասի այդ հայտարարությունը մայիսի նիշքերթի վերաբերյալ, որը եվրոնացիզմից բացի այլ տերմինի չի կարող ուղղակի արժանանալ։ Այո։ Հայաստանում նույնպես այդպես է։ Հիմա տեսեք, մարդը խոսում է արևմտյան արժեհամակարգի մասին, երբ որ հարց են տալի Նորքի մասիվի բռնարար թաղապետից, հաջորդ րոպեին ինքը Տիգրան Տեր-Մարգարյանից ավելի վատ է պահում իրան դալիճում։ Ասենք թիվ 1 խուժան այս երկրում Նիկոլ Փաշինյանն է, բայց ինքը ամբողջ օրը իրան ասոցացնում է ժողովրդավարության հետ, կոռուպցիայի դեմ պայքարի հետ, խաղաղության հետ, այս մարազմա։ Ավելին ասեմ, այսօր Ալեն Սիմոնյանը ասել է Տիգրան Տեր-Մարգարյանը պիտի պաշտոնից հեռանա, նա մարդ է, որը տիկնապահներին խնդրել էր, որ պահեն քաղաքացու ձեռքեր, իսկ ինքը թքել էր քաղաքացու վրա։ Նու Տիգրան Տեր-Մարգարյանի արվածն էլ դրվատելի չի, բայց գոնե դա դատապարտում Գիտեք, ես թվում է Տիգրան Տեր-Մարգարյանը, որին ես շատ լավ եմ ճանաչում, որտեվ նախկինում եղել եմ Հանրապետություն կուսակցության հիմնադիր անդամ, գիտեք երևի, Տիգրան Տեր-Մարգարյանը կրթական, քաղաքական որևէ ցենս չունի, որևէ լուրջ պաշտոն զբաղեցնելու, սկսենք տեղից։ Բայց Տիգրան Տեր-Մարգարյանը այդքան դուխ ու ռիսկ էլ չունի նման բան անելու։ Ես կարծում եմ Տիգրան Տեր-Մարգարյանի հոգևոր հայրերը հենց թքող Ալեն Սիմոնյանն է, իր խուժանի պես պահող Նիկոլ Փաշինյանն է, այն բեղավոր ավազակն է, Անդրանիկ Քոչարյանը, հա։ Ասիկ բեղավոր ուրիշ բան մտածեցի, բայց Դե ավազակը ավելի մեղմ է։ Տանունը ես չեմ դրել իր վրա, կներեք։ Ոչ էլ է իրան գերական շրջապատում են, որ իրան տենց ասեմ, հա։ Մի խոսքով, այդ մարդիկ են, հա։ Իրանք քաջալերում են Տիգրան Տեր-Մարգարյանը, բուծում են Տիգրան Տեր-Մարգարյանը։ Իսկապես ինչի՞ պիտի Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական տա, եթե ազգային ժողովի նախագահ իրան ուխտի տեղ է դրել, բայց մարդու համար նախատեսված բարձրագույն պաշտոն է զբաղեցնում։
օրինակ կամ ինչի կամ Տիգրան Տեր Մարգարյանը բառացի է հասկացել Նիկոլ Փաշինյանի շինել արտահայտությունը, հա։ Եվ գնացել է գործնականում իմպլեմենտացնում է այդ Կառավարության ծրագիրը իրագործում են։ Հա, այսինքն պետք է ընդհանրապես պաշտոնի առաջ խաղացում։ Այո, հիմա այդ մարդուն պիտի պաշտոնի առաջ խաղացում տան։ Տիգրան Տեր-Մարգարյանը կարող է այդ մղումով էլ արել է։ Հիշում եք, չէ՞, բանը Հակոբ Արշակյանը լրագրողին ապտակելու համար պաշտոնան կարվեց կամ իր դիմումի համաձայն հրաժարական տվեց, մի քանի ամիս հետո ավելի բարձր պաշտոնի նշանակվեց փոխոսնակ։ Հիմա դրա համար իհարկե Տիգրան Տեր-Մարգարյանը պիտի պաշտոնան կարվի, բայց այստեղ հենց այդ բումերանգի օրենքից ակնկալիքով որ նախարար պիտի դա։ Ես մոտավորապես ենթադրում եմ, որ երբ որ հանրապետություն կուսակցության առաջ այս հարցը դրել են, այս իմ լրիվ արգումենտները, որ հիմա ես բերում եմ, հանրապետություն կուսակցության դեմները դրել է։ Հուսա Ալենի հետ պատրաստ է հրաժարական տալ։ Հա, ասեց Ալենը տա, մեր տիկոն էլ կտա։ Բանը, էս եւ այլն, այսինքն հիմա տեսեք նույն օրերին Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով մերժում են ստեղծել, որ ակնհայտ գրեհիկ արտահայտություն արել, հա, բանի բնականաբար նույն օրերին չէին կարող Տիգրան Տեր-Մարգարյան պատժեին։ Կամ ասենք նույն օրերին իրանք, բայց շատ հետաքրքիր բան կա, էլի, այստեղ բումերանգի օրենք ասեմ, թե աստու նախախնամություն նույնիսկ ամբողջ թափով գոռում են, որ Գյումրիում կրիմինալ է եկել իշխանության, չէ, ամեն օր իրանց սիրած ելույթներից մեկն է։ Ու այդ օրերին իրանց թաղապետերից մեկը, ասենք այդ ջարդարարությունը կամ բռնությունն է անում։ Դե բայց դա հանուն Բուչայի էր արվում։ Գիտեք, ես մեծ ցանկություն ունեմ փողոցում հանուն Հայաստանի ապտակեմ հանդիպածս ԿՊ-ականի։ Եթե դա արդեն Բայց օրենքները թույլ չեն տալիս։ հա? Այդ օրենքները թույլ չեն։ Օրենքները թույլ չեն տալի։ Չնայած իրանցից շատերը են Լուսավորգի Վահան Հովհաննիսյանի նկարագրած իրավիճակում հայտնվելու են ու շուտ տալաններում ծեծուտելու։ Տեսեք, դուք հիմա ժողովրդավարության հետընթաց եք ուզում տեղի ունենա։ Արամ Զավենիչի կուսակից Անի Խաչատրյանը ասեց, եթե նախկինները տալաններում էին մարդ ծեծում, մենք ուղիղ եթերում ենք անում։ Սա, տեսեք, Եվրոպան պահանջում է, չէ, թափանցիկություն, հա, իսկ իրանք տենց են հաշվետվողականություն։ Այս մարդիկ ուղիղ եթերում են արել եւ թափանցիկ եւ հաշվետվողական իրավիճակ ա եղել։ Լավ չի։ Դուք հիմա ուզում եք վերադառնալ դալաններին, ժողովուրդ ապշացեմ, ֆիքսեք բան Սուրենյանը, փաստորեն ուղիղ եթերների ծեծը ուզում է փոխարինի դալանների ծեծը։ Ես ընդհանրապես այդ կուսակցության ներկայացուցիչների մոտիվացիաների վրա այս վերջի շրջանի ես ապշացեմ։ Իսկապես ինձ թվում է մենք գժանոցում ենք ապրում։ Մի հատ խուժանություն, այլ աշխարհակաղակական ենթատեքստ ստացավ։ Էլ Բուչայի պատմությունը հիշեցին այն աշճանի, որ բավականին զուսպ Լևոն Զուրաբյանը բռնեց ասես Բուչի գյադա։ Որը շատ տիպիկ էր էլի այդ բանը իրավիճակի։ Էլ չգիտեմ Պուտինը որոշել է անվտանգության խորհրդի նիստ արել, երկրորդ ճակատեն բաց է մասիվի թաղապետարանի դեմ։ Չգիտեմ, անես վարկածներ լսեցինք, որ իսկապես ինձ թվում է, որ կամ մեր հասարակության մի մասը քաղաքական էլիտայի մի մասը դեգրադացվել է այդ աշճանի։ Բայց ընդհանրապես որ մեր ժողովուրդը շատ լավ պատկերացնի, ես ասեմ, իրանց բոլոր այդ կոալիցիայի խորհրդանիշը մի հատ կերակրատաշտ է։ Այդ կերակրատաշտի սոուսով էլ բազարները տեղի ունեցել, մեկը մեկին ներել է կամ ջրել է տեղի ունեցած է, այսքան բան։ Քանի որ երկուսներ ոնց որ ցուլը կարմիր լաթից ընտրություններից վախենում են, համ ԿՊ-ն, համ Հանրապետություն կուսակցությունը։ Վախենում են այդ մարդիկ ընտրություններից։ Ու ես զարմանում եմ, որ Հանրապետություն կուսակցություն կան մարդիկ, որոնցից ցելերը вообще կվախենան։ Ընդհանրապես։ Կարալնի։ Ես լսել եմ, որ այդպեսի բաներ կան։
Ես ընդհանրապես ապշած եմ, որովհետև այն բացատրությունները հիմնավորումները, որ լսել եմ, չգիտեմ, այդ պարկա ես մեկ-մեկ զարմանում եմ, ավելի ինչ ներքև իջնելու տեղ կա, թե չկա, էլի։ Եվ վերջին հարց, պարոն Սուրյանց, չեք ափսոսում ձեր ժամանակը, որ այս օրերին քաղաքականության եք, որովհետև ես հիշում այսինքն այն քաղաքական process-ները, խոսակցությունները, որ կային, լավ 10-15 դրանից ավելի առաջ այդ մակարդակը, չեմ ասում բոլորը այսպես հրեշտակներ էին, թևերով թռնում էին, բան, միայն լավ բաներ էին անում, բայց գոնե այս մակարդակ, այսինքն լավ էլի սուտ էին խոսում, բայց գոնե այդ սուտ էին խոսում, որ գոնե իրենք հավատան։ Անհամեմատելի, հա։ Իրոք 2000-ականների քաղաքական որակը կամ 90-ականների ու այսօրվա անհամեմատելի, հա։ Բոլոր առումներով եւ իշխանություն ընդդիմություն փոխհարաբերությունների եւ ընդդիմության տարբեր սեգմենտների շատ ավելի ինտելեկտուալ մարդիկ էին բոլոր առումներով եւ շատ ավելի գաղափարական մարդիկ էին, էլի բոլոր առումներով։ Ժամանակից չեմ ափսոսում, որովհետև այնուամենայնիվ ես հավատում եմ, որ 2026 թիվը կարող բեկումնային լինի այս երկրի համար, դրական իմաստով եմ ասում։ Այսպես ասեմ, արդեն քաղաքականությամբ զբաղվելու խնդիր էլ հա չի, նույնիսկ 2026-ին ենք մոտենում, որը իմ համար ընտրություն չի։ Քաղաքականությամբ զբաղվեմ, չզբաղվեմ, շատ ակտիվ պիտի լինեմ այդ process-ում, որովհետև դա հարակվե է Արևմտյան Ադրբեջանի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ։ Հասկանալի։ Շնորհակալ եմ, պարոն Սուրյանյան։ Ես եմ շնորհակալ։ Ես շեշտեմ զրուցում էի Սուրեն Սուրենյանցի հետ, տեսություն կհանդիպենք։